Այդ մասին ինչ է պատմում, որ ուզում են impeachment նորից գործընթաց։ Իսեր Աստծո, չգիտեմ, չեմ կարող, խոճապի մեջ ենք։ Բայց ասացին նաև կպատանների Ես ձեզնից եմ իմացել, բայց հեսա դրությունները ինչ impeachment, ինչ փողոցային պայքար։ Եվ ԿՊ-ի պատգամավորների հետ այդ զրույցը։ Գիտեմ, Նարեկ ջան, բայց չի ընտրություններից առաջ, ընտրություններին 6 ամսից առաջ, եթե ես չեմ սխալվում, օրենքով էլ չի թույլ տվել դա։ Հա, բայց հանրապետականները, չգիտեմ, ասենք 400 հոգի մարդ չունեն, իրանք ընտրություններին մասնակցեն, իրանք ինչ impeachment անեն։ Կասկածում եք, որ չի ստացվի ժողովրդի պարոն Սիմոնյանի։ Դե impeachment-ի զուգահեռ գործընթաց են համարում փողոցային պայքարը, դրա համար եմ հաշվում իրենք Իմաստը որն է ստացվել է։ Ես էլ չգիտեմ իմաստը որն է, ես չգիտեմ հիմա ասենք, ես անընդհատ զարմանում եմ, թե այդ մարդիկ ոնց են տասնամյակ շարունակ երկիր ղեկավարել, այս խելքով որ ունեն, այս անկեղծ զարմանում եմ, այո, թող սկսեն։ Բայց ասում են նաև ԿՊ-ի պատգամավորների հետ եւս կան քննարկում։ Ասում եմ ռեժիմը խոճապի մեջ է։ ԿՊ-ի բազմաթիվ պատգամավորներ գնացել են, այլ հարցեր, լուրջ հարցեր կա։ Սիմոնյան կարելի է։ Հանրապետականը խոսել է ընտրակեղծիքների մասին։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը խոսել է ընտրակեղծիքների մասին։ Հանրապետականը, որ ընտրակեղծիքների համար ձեր իշխանության օրոք որևէ մեկը չի դատվել, այդ հանրապետական։ Վստահ չեմ, որ ճիշտ պնդում ես անում, որ որևիցե մեկը չի դատվել, բայց ընտրական process-ներ եղել են 2021-ին եւ 2019-ին, եթե չեմ սխալվում, այլ ոչ թե հանրապետականի ժամանակ։ Իսկ այն ժամանակ ինչի հարցը նենց է տալի, ոնց որ ինչ որ մեկի մոտ տենց կասկած կա, հա, քո մոտ կասկած կա, որ միջև, չէ, բա ուրենը այլ հարց է, խոսանք հեսա, բայց քո մոտ կասկած կա անձամբ, որ միջև այդ ընտրություններում օգտագործվել է կեղծարարություն եւ ընդհանրապես այդ բան, ինչ որ մեկի մոտ կասկած կա։ Իշխանություն, որ կաշառքի հետ կապված իմ մոտ կասկածներ չլինեն։ Ես քեզ առաջարկում եմ քեզ հրավիրես ֆակտորի տաղավար հարցազրույց վերցնես, կարծում հետաքրքիր կլինի, ասեք։ Ով Սարգսյանը հայտարարել է, որ Մեղրիի հարցով խիստ տագնապներ ունի։ Ձեր թոշակ բարձրացնելը ժուլիկություն է, ընտրություններն արդեն վաղուց է կեղծվել, եւ այս ամենով հանդերձ բնականաբար դուք չպետք է լինեք այլևս իշխանություն։ Ես առաջարկում եմ Սերժ Սարգսյանը հաճախ հարցազրույց տա եւ մասնակցի ընտրություններին, եթե կարող է, Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ եմ վերաբերվում, Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ, քաղաքական դաշտում գոյություն չունի, չի կարող ունենալ, այդ մարդը մերժված մնալու է պատմության մեջ, ինքը մերժվածն է։ Ես մերժվածների հետ կապված հիմա աբսուրդ բան է, impeachment, Մեղրի, ինչի մասին է խոսում։ Ինչ է ասում Թրիպիմը։ Թող Վալերյան կախմի մեծ տագրապներում։ Սիմոնյան Ռոբերտ Քոչարյանն էլ կարծում է, որ Հայաստանը ստեղծված իրավիճակից ամենալավը ինքը կարող է հանել, իր վերջի ասուլիսում ասել էր, որ ամենալավը ես կարող եմ ղեկավարել այս երկիրը, սա առաջին հարցը, եւ երկրորդը տարբեր փորձագետներ նշում են, որ ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում ԿՊ-ն իրապես քարոզարշավ է իրականացնում, դեռևս նախընտրական քարոզարշավը չսկսված, ասում են գնում են մարզեր, փորձում են ընկած վարկանիշը բարձրացնել։ Ռոբերտ Քոչարյանը թող նախ կարողանա Հայաստան խմբակցությունը ղեկավարի, նա չի կարողանում ղեկավարել եւ ակնհայտ է, որ Հայաստան խմբակցությունը չի ղեկավարվում իր կողմից, այնտեղ դաշնակցությունը վերցրել է իշխանությունը եւ մնացածը ուղղակի սատելիտ են եւ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարելու մասին թող չխոսի, որովհետեւ ես հասկանում եմ հիմա շատ մարդիկ մոռացել են Ռոբերտ Քոչարյանը իր ղեկավարման տարիներին ինչեր է արել, բայց ասենք ով Քոչարյանը թող ղեկավարման մասին չխոսի, Քոչարյանը այլ բան ունի անհանգստանալու, հաջորդ պարլամենտական ընտրություններին ինքը հատելու է շեմը դաշնակցության հետ եւ հայտնելու է պարլամենտում թե իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որը որ հայկական դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու իմ տվյալներով, իմ ինֆորմացիայով միանշանակ այդ խնդիրը ինքը ունի եւ այն ռեսուրսը, որը որ
ընդդիմադիր Հայաստանի Հանրապետություն կան ինչ-որ մարդիկ, որոնք ընտրում են իշխանություն եւ կան մարդիկ, որոնք ընտրում են ընդդիմություն, հա 2021 թվականին 21%, եթե չեմ սխալվում, ընտրեց Ռոբերտ Քոչարյանին եւ Հայաստան Դաշինքը, այսօր ակնհայտ է, որ հաջորդ գալիք ընտրություններին այդ 21%-ի առույցի բաժինը այլևս Քոչարյանին ձայն չի տալու եւ իր ձայնը տալու է այլ ընդդիմադիր կուսակցությանը եւ սրա մասին Ռոբերտ Քոչարյանը շատ լավ գիտի, դրա համար ասուլիս է տալիս եւ իրեն առաջարկում է որպես վարչապետի տեխնացու, չեմ բացառում, որ իր անձի շուրջ այդ որ խոսում է անձը նայենք ռեյտինգը եւ այլը, ինքը կարող է եւ տենց հավակնություններ ունենա, բայց ինքը պարլամենտ անցնելու խնդիր ունի, հələ թող նա դրանով զբաղվի, նոր ուշադրություն։ Երկրորդ հարցի վերաբերյալ Տեսեք, ես այնուամենայնիվ ինչ որ քաղաքական գիտելիքներ ունեմ, չէ, ինֆորմացիա ունեմ, ես վստահ եմ, որ 2-3 ընդդիմադիր ուժ կարող են հատել անցողիկ շեմը, որոնցից երկուսը ակնհայտ կամ չեն հատելու կամ դժվարությամբ են հատելու, այսինքն լինելու է մի հատ մեծ որևիցե ուժ, դա արդեն ընտրաշավը ցույց կտա, կարծում եմ, որ կամ այս նոր ստեղծված մեր ձևով տարբերակն է, կամ Ծառուկյանի տարբերակն է, իրանք երկուսով են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար, Քոչարյանը, թե որտեղ իրանք երկուսն է ձայն են տանելու եւ ձայն են տարել Հայաստան Դաշինքի այդ, այսպես ասած, ընտրազանգվածից, իրանք են իրար հետ մրցելու, թե ով առաջի տեղը կգրավի, իսկ այ Հայաստան Դաշինքը իր Ռոբերտ Քոչարյանով պետք է մրցի բանաստի։ Իսկ դες թվում է ով հարցը, ինչ հարց էր։ երկրորդ հարցի հետ կապված բան Սիմոնյան։ Մի րոպե։ Հիմա կարող եք լռել։ Շնորհակալություն։ Ներկուսակցական փայլակ ինչ եք ասում երկրորդ հարցը։ Քարոզարշավի ասում է անբանտակ, ԽՊ-ն քարոզարշավը իրականացնում, փորձում է իջև բուն քարոզարշավը իր ընկած վարկանի շրջանում։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ կա արված, որ չի արվել նախկինում եւ արվում է հիմա։ Վարչապետը չի գնացել մարզերով, չի գնացել գյուղերով, պերաշկի չի կերել, որևիցե ձևով հետաքրություն չի ստեղծել իր շուրջ համացանցում, որևիցե ձևով ինֆորմացիա չի տրվել, ինչ նոր բան է արվում, որը որ առած չի արվել, ուղղակի հիմա ինտենսիվ է, հա, շաբաթ կիրակի օրերը մեկ օր կլինի շաբաթ կլինի, օր կլինի շաբաթ կիրակի կլինի, ներկուսակցական դուք տեսնում եք, որ ուժեղ պայքար է գնում, քննարկում եք այդ պայքարը, ընտրություններ են տեղի ունենում, դա աշխարհում որոշ երկրներում ընդունված պրակտիկա է, հա, Ամերիկայում որ ներկուսակցական այդ քարոզարշավը սկսում է, ոչ մեկ չի ասում որևիցե բան, օրենք չի խախտվում, եթե նման դեպքեր կլինեն, կարծում եմ հասարակական կազմակերպությունները, լրագրողները կարձանագրեն, մնացածը դա ներկուսակցական քարոզ արշավ է։ Քաղաքացիների ինչ-որ ձևով կաշառում եք, որովհետև երբ որ ամբողջ Ես ձեզ դատի կտամ, անձամբ ձեզ դատի կտամ, դուք կգաք դատարան եւ ցույց կտաք կաշառելու դեպքը։ տեսեք, պարոն Սիմոնյան, Չէ, լավ չէ, Ռուզաննա ջան, պարզա որ ես ձեզ հարգում եմ եւ դրական եմ վերաբերում եւ ձեր ասացի հետ կապված դատարան չեմ դիմի, բայց չի կարելի տենց ասել, որովհետեւ այն բոլոր դեպքերում, երբ որ մարդիկ ուղիղ եթերա չէ ամեն ինչ զապիս չի, ուղիղ եթերա չէ, այն բոլոր դեպքերում, որ մարդիկ գալիս են նույնիսկ ինչ-որ բան են հարցնում, որը որ գոյություն ունի, մենք նույնիսկ այդ ակնկալիքն ու խոստումը, որը որ կառավարության աշխատանքն է, դրա մասին չենք խոսում։ Մենք դրա մասին չենք խոսում, ուղիղ եթերներ կա։ Ոչ, ասում եմ օրինակները մատնացույց արեք եւ կոնկրետ օրինակ, չէ, տենց օրինակներ չկա։ Ես բոլորին մասնակցել եմ, տեսել եմ, որ եկել են ասում եմ վարչապետը, չէ, դրա մասին չենք կարող խոսել, ծրագիր են առաջարկում, ասում են կլինի sense բան լինի։ Ասում եմ դրա մասին հիմա չենք կարող խոսել։ Իսկ գիտեք ինչ, երբ որ Հայաստանի Հանրապետության ժողովրդից, ասենք 10 հոգի, 20 հոգի մարդիկ կանգնած ասում են՝ «Մի րոպե կանգնի, պարոն վարչապետ, բան ունենք ասելու», լինի դա նախընտրական պայքար, լինի դա ներկուսակցական նախընտրական, չի կարա վարչապետը ասի, չէ, գիտեք ինչ, ես հասկանում եմ Ռոբերտ Քոչարյանի համար, որը որ վերջերս ասում էր, հաճելի չի մարդկանց հետ շփվել, մեր վարչապետին հաճելի է մարդկանց հետ շփվել եւ մարդկանց հաճելի է շփվել Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ։ Սիմոնյան, սոցհարցումներից խոսեցիք, իրենք էլ ասում են, ձեզ համար եւ սոցհարցումների մտահոգիչ
չէ եղել եւ դուք բարձել եք, որ 50-ից ավել ձայն չունեք, դրանով է պայմանավորված, որ իշխանությունը ամեն օր լայվ է մտնում եւ խոսում է, որ Գյումրի 2 սցենար թույլ չենք տալու, որ տեղի։ Ես երեք ասել եմ, հիմա նորից կրկնում եմ, այն բոլոր մարդիկ, ովքեր ակնկալում են Գյումրի 2 սցենարին, ռաստվելու են շատ հաստ, վաղաշապատ 2 սցենարին։ Մնացածը թողում եմ ձեր մեկնաբանությանը։ Այլ հարցեր։ Սիմոնյան, ուզում էի հարցնել երկաթուղու կառավարման հետ կապված վարչապետը վերջերս իր պատկերացումից խոսեց, որ մրցակցային այդ առավելության խնդիրների ֆոնին իր պատկերացմամբ կարող է դա լուծվել, եթե մի այլ երկիր, որը ընդունելի կլինի կողմերի համար, ստանձնի այդ կգնի այդ կառավարումը եւ ինքը իրականացնի։ Այս տարբերակը, այս իր պատկերացումները ինչու միսու արյուն ստանում է, նկատնում կան քննարկում ենք, այո, քննարկում ենք նախ եւ առաջ ռուսական կողմի հետ եւ ակնկալում ենք հնարավորինս արագ արձագանքը եւ միևնույն ժամանակ դա մեր համար կենսական նշանակություն ունեցող պրոյեկտ է, որի հետ կապված մենք ուղղակի այլընտրանք չունենք, չքննարկենք, չզբաղվենք։ Այսինքն Ռուսաստանի հետ արդեն պաշտոնապես քննարկվում է երկաթուղու կառավարումը վերցնելու հարցը։ Ինչ որ ասվել է, բարձր ասվել։ Դե նկատի ունեմ Հա, ոնց ես մտածում։ Պաշտոնական չկա քննարկում եւ հետո Այդ դե ասում եմ, ինչ որ ասվում է, բարձր նաեւ ասվում է։ Իսկ Ռուսաստանից ասում են, որ Ռուսաստան Չեմ կարող ասել։ որոնք պատրաստ են գնել կառավարում։ Չեմ կարող ասել։ Չէ, դուք ասեցիք կան Մենք երկրներ, ակնկալում ենք, որ կան երկրներ, որոնք որ պատրաստ են գնել, բայց չեմ կարող ասել։ Ռուսաստանը ճիշտ է։ Ասում եմ, որևիցե անուն ես հիմա չեմ կարող տալ։ Ինչ սովորություն, այսինքն մտածում եք, ես հիմա պետք է ինչ որ ենթադրենք ինչ որ մի երկիր ցանկություն ունի, հիմա ասենց 10 տեղ սախցիկի առաջ պետք է ասեմ X երկիրը ժողովրդավար եկեք ժողովրդավար բոլոր բանը գաղտնի փաստաթղթերը բացենք եւ բոլորը գան կարդան։ Չէ, պարոն Սիմոնյան, անուն չէ, բանը խառնում եք իրար։ բայց նկատի ունեմ քննարկում ինչ որ երկրների հետ փաստորեն կան, որ ասում եք կան երկրներ, որոնք պատրաստ Ասում եմ, որ վստահ եմ, որ կան երկրներ, որոնք կուզենան եւ որոնք հետաքրքրվել են, որովհետեւ ես ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ եւ բնական է հետաքրքրություն, խոսակցություն դրա մասին կա։ Այլ հարցը թե վերջում ինչ որոշում կլինի։ Սիմոնյան, կարող ենք ֆիքսել, որ այդ հարցը, որ պետք է կառավարումը ամեն դեպքում վերցվի Ռուսաստանից, սա արդեն որոշում է քաղաքական կայացված այդ որոշումը, պարզապես պետք է արդեն բանակցել եւ ինչու, պարոն Սիմոնյան, որովհետեւ բանակցությունները շարունակվում են։ Եթե կա կայացված որոշում, դա նշանակում է բանակցելը անիմաստ է։ Իսկ ինչպես եք վերաբերում Ռուսաստանից հնչող են հայտարարություններին, որ եթե այդ կառավարումը վերցվի, ապա շատ կարճ ժամանակում այդ երկաթուղիների ոնց է կառավարման խնդիրը կդրվի եւ չի ստացվի։ Նույն ձև եմ վերաբերում, ինչպես վերաբերում եմ մնացած նմանատիպ հայտարարություններին Ռուսաստանից։ Այսինքն ո՞նց։ Այսինքն ոնց որ նախկինում են վերաբերվել։ Պարոն Սիմոնյան, իրականում այս բանի պատերազմական իրավիճակը մերձավոր արևելքում ինչ կարծիք ունեք դրա մասին, մեկ էլ արդյոք դա վտանգավոր չէ թուրքի համար։ Կարծում եմ, որ վտանգավոր չէ, կարծիքս բնական է, շատ ցավում եմ այն զոհերի համար, միջականորեն մեր հարևանի հետ է տեղի ունենում եւ դա չի կարող մեզ չանհանգստացնել։ Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ դա շատ մեծ աշխարհաքաղաքական, թերևս ամենամեծ աշխարհաքաղաքական պատերազմներից մեկն է, որը որ Փառք Աստծո մեր հետ որևիցե ձևով կապ չունի եւ պետք է ամեն ինչ անենք, որ մենք այդ խնդրի մեջ այդ կարող եմ վերջացնել, այդ համատեքստում կարող եմ վերջացնել, շնորհակալ եմ։ Եվ հույս ունենք, որ որևիցե ձևով Հայաստանի շահերին դա չի բանանի, դիպչի, միևնույն ժամանակ շատ հաճելի է, որ երևի պատմության մեջ, ասենք տեսնում եք, հա, հյուսիսում պատերազմ է, արևելքում պատերազմ է եւ մենք այդ ֆոնին կարողացել ենք Ադրբեջանի հետ միասին խաղաղության եզրեր ենք գտել եւ խաղաղություն ենք կառուցում, որը որ ես չգիտեմ պատմությունը երևի թե կգնահատի, որ այս բարդ իրավիճակում Հայաստանը չներքաշվեց։ Պարոն Սիմոնյան, հնարավոր է պարոն Փաշինյան օրինակ մի րոպե, հնարավոր է որ նշում եք խաղաղություն է Հայաստանում Ադրբեջանի միջև, այս օրինակով փորձի օրինակ ջանքեր գործադրել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև խաղաղության այսպես հաշտության բերի թե ոչ։ Ես չգիտեմ դրա կարիքը կարծում եմ չկա։ Բայց Պարոն Սիմոնյան, իսկ Հայաստանը Կետիկներ կսպանի են ինչ համստվել կրծել է մարտահրավերները այս համատեքստում Իրանի հետ շուտ իրադարձել։ Չներքաշվել է ամեն ինչի մեջ եւ Հայաստանի Հանրապետությունը զերծ պահել խաղաղության գործընթացին ինչ որ ձևով
որ ինչ որ մեկը կարողանա հարվածել։ Իսկ Հայաստանը ունի ծրագրեր, եթե հանկարծ իրանահայերը գան Հայաստան դրանց։ Մենք նման տարբերակ քննարկել ենք, բայց պետք է ասեմ, որ այս պայծրությամբ ես տեղեկություն չունեմ, որ թե նախորդ 12 օրյա պատերազմի ժամանակահատվածում, թե հիմա նման վտանգ եւ նման միտում կա, process-ը այդ ձևով այս պահին հələ չի գնացել։ Բայց ունենք մենք պլաններ, Իհարկե, բնականաբար յուրաքանչյուր երկիր, որ սահմանով ունենում, նախապատրաստվում է, որ եթե ինչ, ապա, հա, բայց այս պահին չունենք, որ նման հոսք չի եղել ու չկա այս պահին։ Ես գիտեք ինչն է հետաքրքիր, այդտեղ կարևոր է, որ որքան ես հասկանում եմ, հողի վրա գործողություններ չեն լինելու եւ տրամաբանությունը դա հարված հասցնելու տրամաբանությունն է, որը որ միգուցե դրա վրա ազդում է, որ այդ հոսքը այդպես ձևով չի։